Բարև սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր մայիսի 31-ն է եւ այսօրվա հաղորդման մեջ, ինչպես եւ միշտ, ավանդության համաձայն սկսում ենք Հայաստանին վերաբերող հարցերից եւ հետո անդրադառնալու ենք միջազգային կարևոր հարցերի։ Հայաստանի շուրջ միանգամից սկսենք նրանից, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների սենատոր Ստիվ Ջեյմսն էր այցելել Հայաստան եւ նա հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունները։ Հայաստանին վերաբերող հարցերի շարքում, որ վերաբերվում է դա Հայաստանին, կարելի է քննարկել նաև Մոսկվայի եւ Բաքուի միջև քննարկվող համագործակցությունը ինֆորմացիոն անվտանգության շուրջ, դա շատ կարևոր հարց է, հաստատի պայմանավորվում են համագործակցել Ռուսաստանը եւ Ադրբեջանը ինֆորմացիոն հարցերի շուրջ եւ դրանով իսկ ավելի շատ կկարողանան կոորդինացնել իրենց գործողությունները Հայաստանի դեմ, Հայաստանի իշխանությունների ասեմ անկախության հասկացեք, ինքնիշխանության հասկացեք, գիտեք Ռուսաստանը ինձ է պայքար մեղում ինֆորմացիոն դաշտում Հայաստանի դեմ եւ հիմա փաստացի ավելի լավ են կոորդինացնելու այդ հարցը Բաքվի հետ։ Դա վերաբերվում է նաեւ այն ապատեղեկատվություններին, որոնք որ Բաքուն տարածում է Հայաստանի մասով, թե իբր Հայաստանը խախտում է հրադադարը եւ այդպես շարունակ։ Այսինքն այդ համագործակցությունից շատ վատ բաներ պետք է մենք սպասենք։ Հայաստանի վերաբերվող հարցերից կարևոր է նշել նաև այն, որ երեք կրկին Նիկոլ Փաշինյանը գրառում է արել իր Facebook-յան էջում, այսօր էլ է գրառում արել, երեկվա գրառման մեջ ասել է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում եւ նրա խոսքերով կաթողիկոսների թեկնածուները պետք է անցնեն բարեվարկության ստուգում եւ այդ հարցը մեկ ընդմիշտ պետք է լուծվի։ Երկրորդ գրառումով նա անդրադարձել էր շատ սրբազանին, չեմ էլ ուզում ասել կրկին թե ինչ հարցի է անդրադարձել Նիկոլ Փաշինյանը, անկեղծ ասեմ այդ գրառումները ինչքան էլ որ հասկանում եմ, որ սուտ չէ իր գրածը, բայց այնուամենայնիվ դրանք տանջում են ինձ անձամբ, քանի որ ես մեկ բան եմ հասկանում եւ տեսնում։ Նախ ասեցինք, որ դա վարչապետի ոճը չէ, չնայած որ շատերը ասում են, որ ճիշտ է արել։ Ես գիտեմ, որ շատերը նաև դոգին են շատ սիրում, որը որ տարբեր հաղորդումներով հայություններ են անում, դա իմ ոճը չէ, ուղղակի իմ ոճը չէ։ Ուղղակի մեկ բան ասեմ, որ ճիշտ է նրա գրածի իմաստը, բայց որ ինքը պետք է գրեր այդ ամենը, չեմ կարծում, չէ, նույնիսկ համոզված եմ, որ դա ճիշտ է։ Ես երկար եմ մտածել, թե ինչի է այս իրավիճակը հիմա մեր ազգի մեջ, պառակտվածություն, թշնամություն, հասկանում եմ, որ սա աշխարհաքաղաքական հետևանքներ նաև ունի, աշխարհաքաղաքական, ով ինչ ասի, միանշանակ է սա ինձ համար հիբրիդային պատերազմ ընդդեմ Հայաստան եւ Վրաստան, ես սա տեսնում եմ, հասկանում եմ, որ Փաշինյանը ուզում է լիներ այդ հիբրիդային պատերազմը, եթե իրանց սրտով չլիներ Հայաստանի ղեկավարը, միևնույն է լինելու էր, բայց այստեղ մեկ կարևոր բայց կա։ Պատկերացրեք, բոլորը տեսել են, որ սենյակը կեղտոտված է, զիբիլ կա, բայց այդ զիբիլը շատ կիսագարակետ ձևով թաքնված էր սեղանի տակ, պահարանում ինչ որ միտեղ տարբեր անկյուններում, եւ հիմա եկավ Փաշինյանը, խոսում էր, որ կեղտոտված է այդ սենյակը, հիմա այդ զիբիլը վերցրեց եւ հավաքեց սենյակի մեջտեղում, եւ դա սկսեց ավելի շատ երևալ, ավելի շատ նեղել, ավելի շատ դրա հոտը դուրս է գալիս, գարշահոտությունը, բայց ով պետք է հավաքի այդ զիբիլը։ Ես կարծում եմ, որ վաղուց արդեն ժամանակն է, շատ վաղուց արդեն ժամանակն է, որ այդ զիբիլի մասին ոչ թե պետք է խոսել, ի ցույց դնել, բոլորը գիտեն, որ զիբիլը շատ է Հայաստանում, թե քաղաքականության մեջ կա այդ զիբիլը, թե եկեղեցու շրջանում պետք է լուրջ մաքրություն իրականացնել, թե մամուլի շրջանում ամեն տեղ պետք է մաքրել, կոռուպցիոն այդ սխեմաները, թալանը ամեն տեղ կա, նույնիսկ պետական համակարգի մեջ։ Հիմա այդ զիբիլը, որ հավաքել են սենյակի կենտրոնում կամ Հայաստանի կենտրոնում, պետք է այդ զիբիլը մաքրել, պետք է այդ զիբիլից ձերբազատվել, պետք է վերջ տալ, խոսել, ի ցույց դնել, քանի որ բոլորը շատ լավ տեսնում են։ Իրականում ինչ կա, ոչ ոք կույր չէ, եւ ժամանակն է, որպեսզի սկսեն կոնկրետ գործեր։ Բավական է ի ցույց դնել, ավելի շատ է նեղում այդ զիբիլը, ավելի շատ է զզվեցնում արդեն մարդկանց, հասարակ ժողովրդին։
Եվ ասեմ նույնիսկ ավելին, եթե անընդհատ խոսում ես այդ զիբիլի մասին, դա ավելի է ապականում մեր միջավայրը, ավելի է խորացնում մեր հասարակական անդունդը, ու շատ ավելի լավ կլինի հիմա արդեն կոնկրետ խոսքերի փոխարեն, խոսքերը ընդհանրապես կողքի դնենք, սկսենք կոնկրետ գործերով զբաղվել։ Պետք է այդպես վարվի իմ խորին համոզմամբ նաև Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ ողջ պետական համակարգը։ Գրառումները եւ խոսքերը, որոնք որ ավելի են խորացնում այդ անդունդը եւ վնասում են նաև իրենց, պետք է այդ ամենին վերջ տալ եւ զբաղվել կոնկրետ աշխատանքով, կոնկրետ զիբիլի մաքրման աշխատանքով։ Կանը Հայաստանի մասով սիրելի հայրենակիցներ, ուղղակի կրկին նշեմ, երկու օր է իմ վրա շատ է ազդել Փաշինյանի այդ գրառումները, ազդել են այն առումով, որ ես հասկանում եմ, որ իմաստը նրա գրածի ճիշտ է, բայց որ ինքը պետք է դա գրեր, միանշանակ կարծում եմ, որ սխալ է։ Միջազգային հարցերից կարևոր է նշել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականության մեջ շատ լուրջ փոփոխություններ եմ ես տեսնում, կոնկրետ փոփոխություններ։ Այս մասին խոսվում էր մի 10-15 օր, որ Լինդսի Գրեմը կարող է նախագիծ առաջարկել պատժամիջոցների Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Լինդսի Գրեմը հանրապետական կուսակցության սենատոր է, Թրամփի շատ վառ կողմնակիցներից է եւ այդ 500%-անոց մաքսատուրքերը այն երկրների նկատմամբ, ովքեր որ ձեռք կբերեն Ռուսաստանից գազ եւ նավթ, այդ օրինագծի հեղինակն է փաստացի ինքը, որին որ արդեն աջակցում են 70-80 սենատորներ։ Այդ օրինագիծը հաջորդ շաբաթ արդեն քննարկվելու է Սենատում, բայց դրանից բացի ինքը նույն այդ սենատորը մեկնում է Ֆրանսիա եւ Գերմանիա կարևոր հանդիպումներ անցկացնելու այնտեղ եւ խոսելու այն մասին, որ պետք է նավթերի գները նվազեցնեն եւ այդ հարցով պետք է Եվրամիությունը աջակցի Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Նա նշում է, որ Ռուսաստանի նավթի հիմնական գնողները դա Չինաստանն ու Հնդկաստանն են, 70% հիմնական նավթի ձեռքբերումները իրականացնում են Չինաստանը եւ Հնդկաստանը։ Երևի նրանց էլ է այդ պատժամիջոցներով միանշանակ հարվածելու այդ 500%-անոց մաքսատուրքերով եւ նրա խոսքերով, եթե այդ պատժամիջոցները մտցվեն, Ռուսաստանը չի կարողանալու այդքան զենք արտադրել եւ նրանք փաստացի կոչնչացնեն Ռուսաստանի հնարավորությունը զենք արտադրելու եւ շարունակելու պատերազմը Ուկրաինայի նկատմամբ։ Նա նաեւ հետաքրքիր մի նախադասություն է ասել, որ Ուկրաինան չի պարտվում այս պատերազմը եւ ովքեր որ ասում են, որ Ուկրաինան պարտվում է այս պատերազմը, դա ռուսական ռոպագանդայի ազդեցության ներքո է տեղի ունենում։ Այսինքն ըստ Լինդսի Գրեմի Ուկրաինան չի պարտվում եւ դա ուղղակի ասում է ռուսական ռոպագանդան, թե Ուկրաինան պարտվում է։ Ուստա ցուցադրում է հստակ Թրամփի վարչակազմի մոտեցումները Ռուսաստանի մասով։ Այստեղ մի մեծ բայց կա, շատ լուրջ մեծ բայց կա, եւ այդ բայցը կայանում է նրանում, որ պետք է ընդհանուր կոնտեքստում ամեն ինչ վերլուծենք եւ կրկին գալիս ենք Ստամբուլյան այդ հանդիպումներին, բանակցություններին, որը որ պետք է տեղի ունենա հունիսի 2-ին, եւ փաստացի Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ են հիմա գնալ նոր զիջումների, եթե Ռուսաստանի Դաշնությունը համաձայնվի դադարեցնել պատերազմը ընդդեմ Ուկրաինայի, իսկ եթե միանգամից մերժում է ստանում այդ հանդիպումների ժամանակ, ահա այս օրինագիծը մտնում է Սենատ եւ ընդունվում է եւ սարսափելի մեծ լուրջ պատժամիջոցներ են մտցվում Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Ես կարծում եմ հստակ հասկանում են այս մասին նաեւ ռուսները եւ ել չխոսենք թե ինչ զիջումների է պատրաստ գնալ Ամերիկայի Միացյալ Նահանգները, բայց եթե այդ զիջումները չբավարարեն Ռուսաստանին, ահա այսպես է վարվելու Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ ոչ միայն նրանք հստակ ասում են, որ մենք նաեւ զենք ենք սկսելու շատ արտադրել եւ զենքի արտադրության մասով նաեւ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթն է հայտարարություն արել, նա ասում է, որ դասեր քաղելով Ուկրաինայի դեմ ողող այդ պատերազմից, Ուկրաինայի շուրջ կոնֆլիկտից Ամերիկայի Միացյալ Նահանգները նոր գնումներ է անելու պաշտպանության համակարգի համար։ Եվ սա եւս ակնարկի այն մասով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է ավելի շատ սկսել զենքի վրա փող ծախսել եւ ես կարծում եմ, որ նույնիսկ զենքի տրամադրման ծավալները
հետագայում կարող է Ուկրաինային ավելացվեն, ճիշտ է այդ մասին այս պահի դրությամբ այդպես էլ չի խոսվում, բայց դա արդեն կհետևի այդ 500%-անոց պատժամիջոցներին, դա կարծում եմ միանշանակ է։ Սա է փաստացի իրավիճակը։ Ռուսաստանը պետք է հիմա ընտրություն կատարի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները ցուցադրում են, որ իրենք արդեն կողմնորոշվել են։ Թրամփը նաեւ նոր հայտարարություն է արել Ռուսաստանի մասով, նա ասում է, որ ինքը հիասթափված է եւ շոկի մեջ է Ռուսաստանի գործողություններից ու ինքը իրոք ասում է, որ ինքը շոկի մեջ է նրանից, որ այդ հրթիռները բաց էին թողնվում քաղաքների վրա ու դա տեղի էր ունենում այն ժամանակ, երբ որ տեղի էին ունենում բանակցություններ։ Եվ այստեղ Թրամփը վիրավորված է նաև նրանից, որ իր հեռախոսազրույցից հետո է այդ ամենը տեղի ունեցել այն ժամանակ, երբ որ ինքը վարում էր այսպիսի բանակցություններ է մեծ նախաձեռնում Ռուսաստանի Դաշնության հետ, ու Ռուսաստանի Դաշնությունը հարվածներ է հասցրել հրթիռներով տարբեր քաղաքների, ուկրաինական, այդ թվում նաև Կիևի։ Հուսով եմ կարողանում եմ ճիշտ ձևով պատկերը ներկայացնել, թե հիմա ինչ են մտածում Դոնալդ Թրամփը, ոչ միայն Դոնալդ Թրամփը, Ամերիկայի Միացյալ Նահանգների, ինչ են մտածում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքական գործիչները։ Եվ մի քանի օրից ես կարծում եմ, որ արդեն պարզ կլինի, թե որ ճանապարհով է շարժվելու Ռուսաստանի Դաշնությունը, ինչ է ընտրելու։ Ու այն, որ երբ որ ասում է Թրամփը, ես դուրս եմ գալիս բանակցային գործընթացից, եթե հիմա պայմանավորվածություն ձեռք չբերվի, դա վատ հետևանքներ է ունենալու Ռուսաստանի Դաշնության համար։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները եթե դուրս է գալիս, այլևս չի հանդիսանալու որպես միջնորդ, չի զսպվածություն ցուցաբերելու, այլ ավելի շատ խոսելու է մոտավորապես այն ձև, ինչպես որ խոսում էր Բայդենը, եւ նույնիսկ շատ ավելի համարձակ, եւ կարծում եմ նույնիսկ շատ ավելիով կարող է առաջ գնալ այդ հարցերում Դոնալդ Թրամփը, բայց Դոնալդ Թրամփը իրական հնարավորություն տվեց Վլադիմիր Պուտինին եւ Ռուսաստանի Դաշնությանը փոխել իրավիճակը, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար ավելի ձեռնտու է, որպեսզի այս պատերազմը դադարեցվի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորվեն։ Բայց եթե Ռուսաստանի Դաշնությունը դա չի ցանկանում, ապա Ամերիկայի Միացյալ Նահանգները կտրուկ փոխելու են քաղաքականությունը եւ հիմա հստակ այդ մասին են խոսում, դա են հասկացնել տալիս Ռուսաստանի Դաշնությանը։ Հիմա անդրադառնանք այլ հարցերի։ Երեք Նարենդրա Մոդին շատ կարևոր հայտարարություն է արել Հնդկաստանի վարչապետը։ Նա ասում է, որ Սինդուր գործողությունը չի ավարտվել, այն շարունակվելու է, այսինքն փաստացի պատերազմական գործողությունները ընդդեմ Պակիստանի շարունակվելու են, եւ նա ասում է, որ Պակիստանում պետք է հասկանան, որ մենք 3 անգամ մտել ենք իրենց տուն եւ 3 անգամ ծեծի ենք ենթարկել նրանց։ Եվ նրա խոսքերով 1.4 միլիարդ հնդիկներ կատաղած են Պակիստանի գործողություններից եւ դրա համար Սինդուր գործողությունը դեռևս չի ավարտվել։ Այստեղ նաև կարևոր է նշել, որ Պակիստանում, Բելուջիստանում մարտեր են ընթանում, մեքենաներ են պայթեցվել, այնտեղ էլ Պակիստանը ինքը ունի ներքին խնդիրներ, ներքին խմորումներ կան, անջատողական շարժում կա եւ Բելուջիստանում միշտ շատ լարված իրավիճակի հիմա էլ մեքենաներ են պայթեցվել, այսինքն ռազմական գործողություններ կան անմիջապես նաև Պակիստանում։ Երեկ էլ մենք տեղեկություններ էինք ստանում, որ Պակիստանի եւ Աֆղանիստանի միջև եւս լարված է, կրակոցներ են տեղի ունեցել, նույնիսկ ծանր զինատեսակներ են մի պահ օգտագործվել երկու երկրների միջև, այսինքն այդտեղ եւս աշխարհի այդ շրջանում եւս իրավիճակը բավականին խառն է։ Հիմնականում սա էր, սիրելի հայրենակիցներ, ինչի մասին ուզում էի այսօր ձեզ տեղեկացնել, հիշեցնեմ անպայման լայքերի մասին, դա օգնում է մեր հաղորդումներին ավելի արագ տարածվելու համար։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, եթե մինչև հիմա չեք բաժանորդագրվել, հաջողություն կհանդիպենք։